Համահայկական աշխարհագրական ասոցիացիան ներկայացնում է։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, հանրային հեռուստատեսության եթերում «Մերոնք» ծրագրի հերթական թողարկումն է։ Այս տարի նշվում է Հայ ազգային բանակի 20-ամյակը, ինչի կապակցությամբ այսօր որոշեցինք կրկնել մեր հաղորդումներից մեկը նվիրված արցախյան ազատամարտի հերոս բուլղարացի հայտնի հեռուստաօպերատոր եւ լրագրող Ցվետանա Պասկալևային։ Հավանաբար շատերն են հիշում, որ 90-ականների դժվարին օրերին նա մեր ազատամարտիկների կողքին էր, տեսագրում էր հայ բնակչության դեմ կիրառվող անօրինական գործողություններն ու դրանք հեռարձակում Ռուսաստանի Դաշնության կենտրոնական հեռուստատեսությամբ։ Միանգամայն հասկանալի է այն, որ այսօր Հայաստանում եւ Արցախում նրա մասին խոսելիս մարդիկ ասում են մեր Ցվետանան։ Եվ պատահական չէ, որ «Մերոնք» հաղորդման հերոսներից մեկն էլ դարձել է ազգությամբ բուլղարացի Ցվետանա Պասկալևան։ Мое первое знакомство с Арменией, это, конечно, прошло немножко длинный путь. Я прошла через Карабах. Это в тот страшный 91-й мая месяце, когда я... Իմ ծանոթությունը Հայաստանի հետ սկսել է Ղարաբաղից, երկրի համար շատ ծանր ժամանակաշրջանում։ Դա հեռավոր ու սարսափելի 1991 թվականի մայիսն էր։ Ես Մոսկվայում ասպիրանտուրայի ուսանող էի, սակայն արդեն ծանոթ էի Հարավային Օսեթիայի պատերազմին, քանի որ նկարահանել եւ լուսաբանել էի այն։ Մոսկվայում ես իմացա, որ տարհանվել են երկու հայկական գյուղերի՝ Գետաշենի եւ Մարտունաշենի բնակիչները։ Երևի պատկերացնում եք, դա Գորբաչովյան այն ժամանակաշրջանն էր, երբ ոչ մի նման տեղեկատվություն չէինք ստանում։ Մոսկվայում ես այցելեցի Հայաստանի ներկայացուցչություն, տեղեկացա ամեն ինչի մասին եւ որոշեցի մեկնել Ղարաբաղ։ Հայաստանի դեսպանը իմ անվտանգության համար անհանգստանալով փորձեց հետ պահել ինձ եւ զգուշացրեց, որ այնտեղ այլևս իրավիճակն մենք չենք վերահսկում եւ ամեն ինչ ադրբեջանցիների ձեռքում է։ Նա նաեւ ասաց, որ Հայաստանով թռչելը գրեթե անհնար է։ Ես մեկ շաբաթով փակվեցի ներկայացուցչությունում եւ ուսումնասիրեցի դեռևս վաղ ժամանակներից Ղարաբաղի մասին ռուսերեն լեզվով գոյություն ունեցող բոլոր տեղեկությունները, ովքեր են իրականում այդ հողի տերերը, երբանից են բնակվել այնտեղ եւ որն է այդ կոնֆլիկտի իրական պատճառը։ Այսպիսով ես բավականին տեղեկացված էի հասկանալու համար, որ տվյալ անհամաձայնության մեջ ճշմարտությունը հայերի կողմն է։ Մի քանի օրից եկա Երևան, իսկ հետո Ստեփանակերտ։ 1991 թվականի մայիսին դեռևս Երևանից ան-24 ինքնաթիռները թռչում էին Ստեփանակերտ։ Մեկ ամիս անց այդ չվերթերը դադարեցվեցին։ Ես իմ առաջին հաղթանակը համարեցի այն, որ ինձ օդանավակայանից հետ չուղարկեցին Հայաստան։ Իհարկե ինձ 2 օր պահեցին օդանավակայանում եւ ճշտեցին ամեն ինչ։ Այդ ամենից հետո ասացին, որ ես հյուր եմ եւ իրենք չեն ուզում, որ ընկնեմ հայ ծայրահեղականների ձեռքը։ Այդ պատճառով էր ինձ կտանեն ամենաապահով վայրը՝ Շուշի։ Я узнала вашего армянского журналиста Вартана Ովանեսյանը, который пропал в Геташен и не было ни свидетелей. Դեռևս Մոսկվայում ես տեղեկացել էի հայ լրագրող Վարդան Հովանեսյանի մասին, որ անհետ կորած էր համարվում։ Ես իմ առաջ մարդկային մի գերխնդիր էի դրել։ Որոշել էի, որ մասնագիտական տեսանկյունից անելու եմ ամեն բան նրա անհետացման մանրամասները ճշտելու համար։ Առհասարակ Մոսկվայում իմ ստացած տեղեկությունները ինձ շատ էին օգնում։ Ես կապեր հաստատեցի Բաքվի գլխավոր դատախազի տեղակալի հետ, քանի որ տեսնում էի, թե բոլորն ինչպես են խոնարհվում նրա առաջ։ Նա մեծ հեղինակություն էր եւ մասնագիտական բոլոր հնարավորություններս գործի դնելով կարողացա նրա միջոցով մուտք գործել Շուշիի բերդ, որտեղ հանդիպեցի 5 հայերի հետ։ Այսօր կարող եմ հպարտությամբ ասել, որ իմ շնորհիվ մի ծեր մարդու ազատ արձակեցին եւ հետ ուղարկեցին Ստեփանակերտ։ Ես չափազանց ուրախ էի, որ կարողացա փրկել մարդկային մի կյանք։ Освободили, и это как бы они сделали в мою честь. Я была так рада, что я спасла одной человеческой жизни. Потом Ոչ մի ջանք չէի խնայում, որ կարողանամ մի երկու խոսք կորզել այդ մարդկանցից, հատկապես Վարդանի մասին։ Ի վերջո հասկացա, որ նա այդ բերդում չէ։ Լրագրողի գտնվելու ճշգրիտ վայրի մասին բոլորը խուսափում էին խոսել, բայց հետո ես իմացա, որ նա Գյանջայի բերդում է։ Ես եկա Գետաշեն եւ պիտի ասեմ, որ հայկական Գետաշենը նկարահանող վերջին լրագրողն եմ։ Այստեղ արդեն հաստատվել էր ադրբեջանական 600 ընտանիք։
Արդեն փոխել էին գյուղի անվան ցուցանակը, այն դարձնելով Չայ Քենդ։ Մի քանի փորձություններ հաղթահարելով գնացի Գանջա։ Ինձ արգելեցին տեսնվել Վարդանի հետ, պատճառաբանելով, որ դեռ չի ավարտվել գործի քննությունը։ Սակայն երկար քաշքշուկից հետո վերջապես հաջողվեց հայ լրագրողից 15 րոպեանոց հարցազրույց վերցնել։ Գանջայից ես միանգամից մեկնեցի Մոսկվա։ Հենց այդ գիշերը լարթնացրի Հայաստանի դեսպանին նրան ասելով, որ կատարել եմ իմ առաջ դրված երկու խնդիրները։ Մոսկվայից Վարդանի ազատ արձակման պայքարը տևեց մոտ 1 ամիս։ Դեմոկրատական հայացքներով ռուսական լրատվության առաջին խմբից Սարոկինն, Սլավլյարկովսկին եթերում պատմեցին Գետաշենի շուրջ տեղի ունեցող դեպքերի մասին եւ ցուցադրեցին իմ հարցազրույցը։ Վերջապես մեր ակցիան մոտեցավ իր հաջող ավարտին։ Ես եւ Վարդանի ծնողները եկանք Երևան, իսկ հետո հայ-ադրբեջանական սահմանի վրա լրագրողի հոր հետ ես դիմավորեցի Վարդանին։ 2 дня мы здесь праздновали этот удача, это успех его возвращения. Երկու օր մենք նշում էինք մեր հաջողությունը, եւ հենց այդ ժամանակ էլ իմացանք, որ ազերիները հիմա էլ պատրաստվում են տեղահան անել շահումյանցիներին։ Ես հասկացա, որ իմ մեկնելու ժամանակն է եւ միացա կամավորական մի խմբի։ Ադրբեջանի տարածքով թռչելիս անընդհատ գնդակոծում էին։ 7 օր մնացինք Էրքեջ գյուղում։ Շահումյանի շրջանի բնակչությունն արդեն զգում էր մոտալուտ վտանգը։ Մեր ժամանման 3-րդ օրը ադրբեջանական զորքերը շրջափակեցին Շահումյանը եւ սկսվեց օղակ հայտնի գործողությունը, կամ ինչպես իրենք էին ասում, անձնագրային ռեժիմը, որի նպատակը հայերին Շահումյանից տեղահանելն էր։ Ինձ հաջողվեց նկարահանել, թե ինչպես էր սովետական սպան բարձրախոսով հայտարարում, որ հայերին ինքնակամ հեռանալու ժամանակ են տալիս։ Տեղի բնակչությունն արդեն գիտեր Գետաշենի եւ Մարտունաշենի դեպքերի մասին եւ ստիպված էր թողնել Շահումյանը։ Ես մնացի Երևանից եկած 28 կամավորականների հետ։ Հաջորդ օրը 1991 թվականի հուլիսի 10-ին 5 ժամ տևողությամբ մի զարհուրելի մարտ տեղի ունեցավ։ Թվում էր, որ մեզ կսպանեն, քանի որ շրջափակման մեջ էինք։ Ես միացրել էի տեսախցիկը, կախել վզիցս, որպեսզի գոնե ինձնից հետո ամեն ինչ նկարահանվեր, բայց Աստծո կամքով մենք կարողացանք դուրս պրծնել բակի միջով եւ հրաշքով հասանք անտառ։ Գիշերը ես հրաժեշտ տվեցի տղաներին, պետք է վերադառնայի Երևան եւ այդ ռեպորտաժը ցուցադրեի։ Դա անհավանական էր։ Ես ցուցադրեցի, թե ինչպես էր սովետական բանակը, իհարկե ադրբեջանական օմոնականների հետ միասին, տեղահանում հայերին։ Դա ռումբի պես ներգործեց, քանի որ ես ցուցադրեցի նաեւ ռուսական լուրերով։ Ծրագրի գլխավոր հովանավոր Վիվասել MTS։ Վիվասել MTS Հայաստանի առաջատար բջջային օպերատոր։ Արդեն վերջնականապես որոշել էի, թողնում եմ ասպիրանտուրան եւ վերադառնամ Շահումյան։ Պատրաստեցի առաջին ֆիլմս, նվիրված մեր ջոկատի հրամանատար Ջիվանին։ Հենց նա կարողացավ մեզ դուրս բերել Շահումյանի հայտնի շրջափակումից եւ զոհվեց դրանից մի քանի օր անց, մարտերից մեկի ժամանակ։ Երբ զոհվածներին հողին էին քանձնում, ես զգում էի, որ նրանք ինձ համար, կարող եմ ասել, եղբորից էլ թանկ էին։ Ես չէի հաշտվում այդ մտքի հետ։ Ինձ թվում էր, որ նրանք միշտ կենթանի պիտի մնային։ Տեղի բնակիչները անհամբեր սպասում էին, որ ես գամ, նկարահանեմ եւ այդ ամենը ցուցադրեն հեռուստատեսությամբ։ Մարդիկ հավատում էին, որ իմ ռեպորտաժները կարող են կանխել դժբախտությունը։ Այդ դժվար օրերին ես չէի կարող մնալ Մոսկվայում։ Ինձ թվում էր, ես Ղարաբաղում առաքելություն ունեմ։ Բացի այդ, կարծում էի, որ կոնֆլիկտը երկար չի տևի, ինչպես Հյուսիսային Օսեթիայում։ Ինձ համար 1 տարին էլ շատ երկար ժամանակ էր, բայց արի ուտես, որ հակամարտությունը տևեց 4 տարի։ Պատահել է, որ հուսահատվել եմ, կարծես ուժասպառ եղել, այլևս չէի կարողանում դիմանալ, բայց միայն այն միտքը, որ մարդիկ իմ օգնության կարիքն ունեն, ինձ հետ էր պահում։ Ես հասկանում էի, որ իմ ներկայությունը նրանց համար շատ կարևոր է։ Նրանք հավատում էին, որ իմ ռեպորտաժներով կարող եմ օգնել իրենց։ Ես իրավունք չունեի նրանց զրկել վերջին հույսից։ Մյուս կողմից էլ սկսած գործնավարտին հասցնելու պատասխանատվություն էի զգում։ Կարող է հարց ծագել, պատերազմից հետո ինչու ես մնացի Հայաստանում։ Ղարաբաղյան հակամարտությունը դեռ լուծում չի ստացել։ Իմ կյանքից մոտ 20 տարի նվիրել եմ Ղարաբաղին, եւ եթե պետք լինի, կսպասեմ եւս 20 տարի, միայն թե տեսնեմ Ղարաբաղի լիարժեք անկախությունը։ Я осталась в Армении, чтобы дождаться эту победу, чтобы ее увидеть, чтобы снять этот фильм и поставить. Ղարաբաղից հետո ինձ համար շատ բան փոխվեց։ Ես սկսեցի այլ կերպ արժևորել մարդկային կյանքը։ Հասկացա, որ առավել բարձր արժեքներ գոյություն ունեն։ Ես հավատարիմ եմ Ղարաբաղին ու կարծում եմ հենց այդ պատճառով էլ ես վայելում եմ Ղարաբաղի եւ Հայաստանի ժողովրդի սերը։ Հիշում եք Էքզյուպերիի փոքրիկ իշխանը։ Երբ ինչ-որ մեկն ընտելանում է քեզ, հոգով մտերմանում, դու արդեն պատասխանատու ես նրա համար։ Маленький принц.
когда приручаешь кого-то, да, ты в ответе уже за него. И это и есть любовь. Արդեն ավանդույթ է դարձել, որ մայիսի 9-ի կապակցությամբ կազմակերպում են իմ ֆիլմերի ցուցադրությունները։ Դա իմ տարերքն է, երբ ես երիտասարդների աչքերում կայծեր եմ տեսնում։ Նրանք պետք է իմանան իրենց պատմությունը, պետք է ճանաչեն իրենց հերոսներին։ Ես չափազանց հուզվում եմ, երբ տեսնում եմ նրանց վերաբերմունքը իմ ֆիլմերի նկատմամբ։ Վստահ եմ, որ նրանք կդառնան լավ քաղաքացիներ, քանի որ նրանց հոգիներում լավն է սերմանված։ Ես պարզապես ապշում եմ, երբ մտածում եմ, թե ինչպես կարողացա ողջ մնալ այդ դժոխքում։ Կարծում եմ Աստված պահպանեց ինձ իմ առաքելությունն իրականացնելու համար։ Փառք Աստծո, որ ամեն ինչ ավարտվեց վերքերով ու Երևանի Միքայելյանի անվան հիվանդանոցում 2 վիրահատությամբ։ Այս տարիների ընթացքում ինձ համար ամենակարևոր պարգևը եղել է ժողովրդի սերը, որն ինձ անընդհատ ուժ է տվել։ Եղել են պահեր, երբ ինձ չեն հասկացել։ Փակել են իմ հաղորդումները, եւ ես հարկադրաբար հայտնվել եմ պահեստայինների նստարանին։ 1988 թվականին Ավստրիայում ապրող հայ բարերար Կարբիս Փափազյանի նախաձեռնությամբ ստեղծվեց Կարբիս Փափազյան մրցանակը, որը հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական վարչության հանձնախմբի կողմից ամեն տարի շնորհվում է հայանպաստ գործունեությամբ աչքի ընկած ոչ հայազգի որևէ գործչի։ 2009-ին Հայաստանում այդ մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ առաջին անգամ եւ մրցանակը շնորհվեց Ցվետանա Պասկալևային։ Այս մրցանակն ինձ համար նախ եւ առաջ խորհրդանիշ է, հայ ժողովրդի հետ իմ հոգեվոր կապի խորհրդանիշը։ Այսօր լրագրողներից մեկն ինձ հարցրեց. «Ուշացած չի արդյոք այս մրցանակը»։ Հայ ժողովրդից ես ստացել եմ ամենամեծ մրցանակները՝ մարդկանց սերը, հավատը, նվիրվածությունը, եւ ցանկանում եմ նշել, որ այդ ամենը փոխադարձ է։ Ես հպարտանում եմ, որ ինձ տեսնելիս անծանոթ մարդիկ ասում են մեր Ցվետանան։ Կարբիս Փափազյան մրցանակը ստանալով ես ուզում եմ հավատալ, որ արժանի եմ այդ անվանը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մրցանակը շնորհող հանձնախմբին, իմ բոլոր ընկերներին եւ հայկական բարեգործական ընդհանուր միությանը, ինձ այս բարձր պարգևին արժանացնելու համար։ Для меня было сюрпризом, что я получила приз Карбиса Папазяна. Это AGBU. Ինձ համար չափազանց կարևոր էր հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից ստացած Կարբիս Փափազյան մրցանակը, որն 88 թվականից ի վեր ամեն տարի հանձնում են հայանպաստ գործունեությամբ զբաղվող որևէ օտարերկրացու։ Դա ինձ համար շատ հաճելի անակնկալ էր, հատկապես որ ես բոլոր մրցանակակիրների մեջ Հայաստանում միակ ապրողն եմ, եւ մրցանակն էլ հանձնվում էր հենց Հայաստանում։ Դա տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ մեծ դահլիճում, չափազանց ջերմ եւ մտերմիկ մթնոլորտում։ Իմ ցանկությամբ սիմֆոնիկ նվագախումբը Տերտերյան էր կատարում, այն կոմպոզիտորի ստեղծագործությունը, ով իմ կյանքում եւ գործունեության մեջ մեծ դեր ունի։ Еще одна награда последовала после этого, это уже Հայկական բարեգործական միության մրցանակին հաջորդեց եւս մեկը։ Պետության կողմից ես արժանացա շքանշանին լրագրողական ոլորտում մեծ ավանդ ունենալու համար։ Իհարկե ես չափազանց զգացված եմ նման բարձր պարգևի եւ ուշադրության արժանանալու համար։ Շատ հաճելի է, որ պետական ամենաբարձրաստիճան այրերի կողմից Հայաստանին իմ օգտակար լինելը ստացավ իր գնահատականը։ Здесь в коробке они лежат, мои медали, я их смотрю. Իմ պարգևները պահում եմ տանը, հաճախ նայում եմ դրանց եւ հոգիս կարծես ջերմանում է։ Դրանք մեկ անգամ եւս հուշում են, որ ես պետք է մշտապես սիրեմ ու հավատարիմ լինեմ Հայաստանին, որտեղ երկար ճանապարհ եմ անցել։ Իհարկե ինձ համար հատկապես մեծ պարգև է իմ հայկական անձնագիրը։ Ես այն ստացել եմ դեռևս 1995 թվականին։ Եվ եթե չեմ սխալվում, հանդիսանում եմ ազգությամբ ոչ հայ առաջին արտասահմանցին, ում հայկական անձնագիր է տրվել։ Я получила звание полковника Карабахской армии на первый же большой парад в Карабахе, 95-й год. И это тоже особое для меня. Ես Արցախում առաջին հաղթական շքերթի ժամանակ ստացա Արցախյան բանակի գնդապետի զինվորական բարձր կոչումը, ինչն ինձ համար նույնպես շատ թանկ է։
главное за последние почти 7 лет моей жизни, главное армянское присутствие в моей личной жизни – это мой Давид, моего 6,5-летнего сына Давидика. Он прекрасно говорит. Կյանքից վերջին 7 տարիների ամենակարևոր իրադարձությունը իմ տան մեջ հայկական ներկայությունն է, իմ Դավիթը։ Նա հրաշալի խոսում է հայերեն, ռուսերեն եւ բուլղարերեն։ Երևանում հաճախում է հայկական դպրոց եւ պարզապես իմ սասունցի Դավիթն է։ Ես նրան այդ անունը տվել եմ մեկ այլ հերոսի՝ Դավիթ Սարապյանի պատվին։ Ինձ համար նա ինտելեկտուալ մարդու, հայրենասերի, իսկական մարտիկի եւ քաղաքացու հավաքական կերպար է, ով զոհվեց 1991 թվականին Շահումյանում։ Նրա հիշատակը ես անմահացրի որդուս Դավիթ կոչելով, եւ սա իմ մյուս անջնջելի կապն է Հայաստանի հետ, շատ ավելի կայուն եւ հաստատ, քանի որ տղաս միշտ ինձ հետ է։ 1 տարի առաջ ես վերադարձա հեռուստատեսություն եւ այժմ Արարատ ալիքի եթերում Հայաստանում եւ արտասահմանում արբանյակային հեռարձակման շնորհիվ շատերը կարող են հետեւել Ճառագայթ անունով իմ հաղորդմանը։ Այն բանից հետո, երբ քաղաքական դրդապատճառներով տարբեր տարիների փակվեցին տեսանկյուն եւ իմ թանկագին ողջ եւ մեռածներ նախորդ 2 ծրագրերը, ես որոշեցի, եթե երբևէ ինձ նորից եթեր դուրս գալու հնարավորություն տրվի, ապա այդ նոր նախագիծն անպայման պետք է լինի սոցիալական ծրագիր։ Ես ապրում եմ այս հասարակության մեջ եւ ամենուր տեսնում, թե ինչպես են սոցիալական անպաշտպան շերտերի մարդիկ հաղթահարում իրենց բաժին հասած դժվարությունները։ Շատ բան դեռ պետք է շտկել կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության եւ մյուս ոլորտներում։ Անելիքներ դեռ շատ կան եւ համոզված եմ, որ ես կարող եմ շատերին օգտակար լինել։ Իմ սկզբունքն է ոչ մի դեպքում հենց այնպես եթեր չզբաղեցնել, այլ անպայման ամեն մի հաղորդման միջոցով փորձել թեթևացնել թեկուզ մեկ մարդու հոգս։ Հայաստանում այսօր կա մարդկանց մի այնպիսի խավ, որ խորհրդի եւ օգնության կարիք ունի եւ պետք է գոնե ցույց տալ դժվարություններից դուրս գալու ճանապարհները։ Այսօր հենց դրանով էլ ապրում եմ եւ հաճելի է զգալ, որ դու ինչ-որ մեկին օգնում ես։ Քո աշխատանքը կարևոր է շատերի համար եւ այն ինչ անում ես իզուր չէ։ Իսկ գիշերը, երբ գլուխս դնում եմ բարձին, հաճույքով մտածում եմ, որ օրն իզուր չապրեցի։ Իսկ վերջում ուզում եմ խոսել ինձ համար ամենակարևորի մասին, այն, որ Հայաստանում ինձ ասում են՝ մեր Ցվետանան։ Դա ամենամեծ գնահատականն է, եւ ես այդպես էլ ամեն անգամ ավարտում եմ իմ ծրագիրը։ Ձեզ հետ է ձեր Ցվետանան։ И для меня это было, и всегда бывает. Это мой код. Это наша связь, которую только мы понимаем с армянами. Օտարություն, այսքան ծանոթ, այսքան հեռու եւ այսքան մոտ, այսքան ուրիշ, բայց հարազատ միշտ մոռանում եմ քեզ հետ կարո դու